ծառայության հետ կապված երբ որ մենք ասում ենք Վայ Մարկարյան դուրս եկեք դրսում պարզեք բան չունեմ դուրս եկեք դրսում պարզեք մեր աշխատանքը որ չդադարի խնդրեմ չէ խնդրում եմ ծառայության աշխատակիցը ձեզ երևի բան ունի ասելու խնդրում եմ այնտեղ ես խնդրում եմ ճշտեք ներս եկեք չէ բայց խնդրում եմ դուրս եկեք վերջնական ճշտեք եկեք եթե ճշտելու բան կա խնդրեմ ես ասում եմ ճշտեք հետո կորոշեն եթե խոչընդոտ չկա հետ կգաք ինչ պրոբլեմ բան չասեցի բայց այստեղ ուրեմն ինչ որ խնդիր կա որ եկել են ձեզ խնդրում են որպեսզի դուրս գաք Վայ Մակարյանն է որպես լրագրող ցանկանում էր հանձնաժողովի նիստի մասնակցել բան չասեցի որևէ լրագրողի սահմանափակում կա աշխատակազմի ղեկավարն ասում վայրեն իրավունք կներեք ազգային ժողովի տարածքում Պահպանության ծառայության աշխատակիցը խնդիր է տեսել երևի եւ Վայ Մակարյանն ուզում է բացատրել բայց հիմա ես չեմ ուզում լրատվական կառույցների մեր աշխատանքի բանավեճի կներես բան վերացենք պարոն Մակարյան խնդրում եմ ճշտեք ես հիմա նիստը չեմ կարող դադարեցնեմ փակեմ նիստը ինչ անեմ հարգելի լրագրողներ հասկացեք որ աշխատանքի անխափան գործունեության համար նաեւ պետք է պարոն Մակարյանը ճշտի ինչ խնդիր է ահա տեսակ որ նա ավելի հետաքրքիր էր ինտրիգա խնդրեմ պարոն Մակարյան եթե լրագրողներ բան չասեցի Մի րոպե, երեխեք, դες պրոստը նկարելով չէ, պիտի հասկանանք։ Եթե չեմ մենք քեզ դուրս ենք արել։ Ես մոտավոր տեղակ եմ ինչի մասն է, ինձ փոխանցեցի։ Ես փորձեցի նաև խոսել աշխատակազմի ղեկավարի հետ, ինքը չպատասխանեց իմ զանգին, չնայած իրեն մեսեջ եմ ուղարկել։ Հիմա ես ճշտեցի, որ կանոնակարգ օրենքում չկա կետ, որը արգելում է ինձ գտնվել այստեղ հանձնաժողովի նիստերի դահլիճում, որտեղ նաև ինձ հայտ ուղարկած։ Այդ մասով ինչ է, դիմեք այդ հարցերով աշխատակազմի։ Դիմել ենք, ինչ անենք, մի հատ է վարչական դատարան դիմենք։ Որտեղ ուզում եք դիմենք։ Հիմա դուրս են գալ։ Ձեզ հրահանգել են, Մենք դուրս ենք գալ։ Ոչոքի հարցին չեմ պատասխանում։ Խնդրում եմ արգելի լրագրող, ոչոք ինձ հարց չտա։ Ձեր ծառայության հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Մենք ձեր հետ խնդիր չունենք։ Հարցը նրա նամակայանում հիմա դուրս են գալի։ Եթե չէ, մենք ձեզ դուրս ենք հրավիրել։ Ինչ եք անելու։ Դուրս ենք հրավիրել։ Մենք պատգամավորների նման ձեռքերս բռնելու եք կանել։ Հարց մի տվեք ինձ։ Հարց մի տվեք։ Հարցեր ունեք, դիմեք աշխատակազմի Չէ, ես դիմել եմ, չեմ պատասխանել։ Այդ ձեր հիմա դուրս ենք գործընկերոջը դուրս ենք գալիս։ Դուք դուրս հրավիրեք, դուրս ենք գալիս։ Այո, թույլ չենք տալիս։ Պատգամավորի հայտ։ Հարցրեք Ալեն Սիմոնյանին, սա իր մանրախնդրության փոփոխության հերթական դրսևորումն է, ուրիշ ոչ մի բան։ Որը այս դահլիճից հատվածից հիմա շարունակված են։ Դեին մուտքը արգելվում է լրագրողներին Արգել բան գրավանակը բերես տեսնեք Դուք հիմա ազգային ժողովի տարածքում Ասում եմ հետ Դուք հիմա դուք եք ամոնում չէ Այսինքն դեզ ասել եք, որ պիտի լրագրողի ձեռքերը բոլորին տանեն Ես քեզ ներկայացրեցի, ասեցի, դիմեք հարցերը աշխատանքի ղեկավարին
Աշխատակազմ պետք է մի րոպե։ Ինչի՞ չեք անում աշխատակազմը, չէ՞ նշանակում դուրս եք Գեղամ Մանուկյանի հայտով եկել է, մի րոպե։ Մանուկյանը ձեզ դիմել է, չէ՞ որ դուրս գաք տարածքից։ Ոչ։ Գեղամ Մանուկյանին ես տեղեկացրել եմ, մի բան է, ժողովուրդ ջան։ Դե գնացիք, հարցազրույց չեք տալի, չէ՞ թողեք, դուրս է գալիս, չէ, մենք չենք բերել։ Որովհետև մեր օրինական պահանջի գնալի չէր ենթարկվում։ Ես ասեցի դուրս են գալ, բան ասես դուրս չեմ գալի։ Ձեր օրինական պահանջը ապօրինի։ Կարամ չէ գնահատեմ։ Դուք համարում եք որ օրինական ես, ասում եմ ապօրինի է։ Դե հիմա որտեղ դուք ապօրինի հրահանգ եք կատարում։ Դա աշխատակազմի ղեկավարը շատ է ջոգում օրենքներից, որ մի հատ էլ բան անի։ Աշխատակազմի ղեկավարին դիմել եմ չի հասկանում։ Հարգելի ՊՊՑ աշխատակիցներ, մարդը հայտով եկել է։ Ժողովուրդ դժվար ասում եմ ոչ ոքիդ հարցերից չեմ պատասխանում։ Լավ երեխեք, եկեք թողենք հային գնա, հենենք աշխատակազմի ղեկավարի մոտ։ Բայց այս վերջին հանցագործն Ձեզ չենք դիպչել։ Ուրեմն մեր աշխատանքին մի խոչընդոտեք, որ ձեզ չվնասենք։ Մեր աշխատանքին մենք ձեր աշխատանքը չենք խոչընդոտում։ Դրա համար մենք մեր աշխատանքը Ղեկավարը չի կարողացել հղումը մարդիկ չեն Այդ ալենի ու դավոյի հորինակն է։ Հասկանում ես, իրանք հորինում են այդ օրենքները։ դիմեք ձեր հարցը։ Կտեն ապօրինի Պատասխանատի արժեք ստանաք աշխատանքը։ Դե ո՞ց դիմեք, այսինքն մի հատ բան անենք, վարչական դատան դիմենք։ հարգելի ՊՊՑ Օնի գազբանին ասեմ, թեւս դնեմ բան անեն։ Օրինական պատգամավորի հայտով իջել է, օրինական պատգամավորը իրան զգուշացրել է, որ դուրս արի տարածքից։ Դուք հիմա վաղուց կարող մեզ ասել դուրս եկեք տարածքից։ Ոչ։ Ես նախապես իրավունք ունեմ գտնվել այն տարածքում, որտեղ падգամավորն է գտնվում։ Ես եկել եմ լուսաբանելու այդ падգամավորին եւ հավաքովին նիստը։ Հայլում եք դրսում, մնացածը հայլում եք։ Ինձ ասում են կարող են Դրսում մնացածը, վայ։ падգամավորի սենյակում, բայց այդպեսի օրենքի կետ չկա։ Վայ ջան, դրսում, վայ ջան, Դերսում։ Ուր է ձեր ղեկավարը ՊՊՑ կներեք։ Ում հրահանգով եք Վահեին դուրս հրավիրում շենքից։ Ինքը պետք է ասի, ոչ ինքը։ Իսկ Դավիթ Ալեքսանդրյանը Ոչոքի չի բրդում ժողովուրդ։ Լավ էլի, հարկելի լրագրողներ, մենք ոչոքի չենք բրդում։ Ո՞ւր